Պարոն Մարտիրոսյան, ձեր կարծիքով ինչը հանգեցրեց այսօր Երևանում Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամին ոստիկանական գնդի գրավումից հետո, որոնք են խորքային պատճառները եւ ինչու գունդը գրավող մարդիկ ստացան այդքան լայն հասարակական աջակցություն։ Դուք ուզում եք, որ ես պատասխանեմ մի հարցի, որին պատասխանելուց խուսափել են շատերը, ասելով, որ դրա ժամանակը չէ, եթե ճիշտ եմ հիշում Սերժ Սարգսյանը, եթե ճիշտ եմ հիշում Տեր-Պետրոսյանը, ես կարծում եմ, որ խորքային վերլուծության ժամանակները դեռ կգան, բայց կարծում եմ, որ գնահատականներ տալու առումով միշտ էլ ժամանակն է, մանավանդ որ այդ պատճառները նշվել են բազմիցս, այդ պատճառները ես չգիտեմ, միգուցե չգիտեն, ասենք թե Նիգերիայում, որը շատ հեռու է Հայաստանից եւ Հայաստանի խնդիրներին անտեղյակ է, մնացած բոլորը գիտեն եւ Հայաստանում, գիտեն Եվրոպայում, աշխարհում եւ խոսվել է բոլոր այդ պատճառների մասին, այսինքն դա իշխանության մոնոպոլիզացիան է, մենաշնորհայնությունն է, այդ իշխանությունը մենաշնորհայնացվածությունը մի փորձանք է, մյուս փորձանքը կլանայնությունն է, մյուս փորձանքը կոռուպցիան է եւ այդ բոլոր այդ վիճակի հետևանքները ազդում է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա, վատ է անդրադառնում նրանց եւ նյութական վիճակի վրա եւ հոգեվիճակի վրա, բնականաբար դրանք բոլորը փոխկապակցված են եւ մարդիկ, որոնք որ նյութապես շատ խնդիրներ չունեն, իրենք նույնպես իրենց շատ վատ են զգում, որ մեր հիանալի երկիրը եւ մեր հիանալի ժողովուրդը այսքան նեղ վիճակում է, անտանելի նեղ վիճակում է եւ ես կարծում եմ, որ եթե քրեական գործեր հարուցվում են, արդեն հարուցվել են քրեական գործեր, շենք շինություններ զավթելու եւ այլնի վերաբերյալ, ուրեմն պետք է քրեական գործ հարուցել Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանդեպ մարդկանց ինքնասպանության դրդելու համար։ Սասնա Ծռերի խումբը գնացել է գիտակցված իմացյալ մահվան, որը ինքնասպանության եղանակներից մեկն է եւ կարծում եմ, որ պետք է քրեական գործ հարուցել ՀՀ իշխանությունների հանդեպ մարդկանց ինքնասպանության դրդելու համար։ Թեև ահաբեկիչներ փորձում են պիտակավորել Սասնա Ծռերի անդամներին։ Դե այդ պիտակավորումից հրաժարվել են վերջին մի քանի օրերին, բայց իմանալով հենվելով նախորդ փորձի վրա, երբ որ նեղ վիճակում ինչ երգեր են երգում, հետո ինչ են անում, շատ հավանական է, որ հետագայում այդ պիտակավորումը վերադառնա։ Պարոն Մարտիրոսյան, ինչ գնահատական կարող ենք տալ կամ ինչպես կարող ենք բնորոշել այս իրավիճակը։ Սա ձեր կարծիքով քաղաքական պայքարի մի ձև է, ինչը հանգեցրեց այդ քաղաքական պայքարի այս ծայրահեղացման, արմատականացման, արդյոք սպառվել էին բոլոր այլ ճանապարհները հասնելու երկրում իրական քաղաքական փոփոխությունների։ Ինչ վիճակում է այսօր Հայաստանի քաղաքական դաշտը։ Քաղաքական դաշտ որպես այդպեսին չկա։ Կա մեկ կուսակցություն տարբեր անուններով, այսինքն իբր թե տարբեր կուսակցություններ են իր ճյուղավորումներով, որոնք իրականում որպես կուսակցություն էլ չեն գործում, այլ դրանք բյուրոկրատիայի, կլանային բյուրոկրատիայի, քրեաօլիգարխիկ համակարգի կուսակցական ցուցափեղկն են։ Մնացած ժողովուրդը, որ իր կամարտահայտության հնարավորություններից զրկված է, ընտրությունները պարբերաբար կեղծվում են եւ այս պատճառով Սերժ Սարգսյանը կարող է շատ արդարացիորեն ասել, որ իր ընդդիմությունը իր ժողովուրդն է, ամբողջ ժողովուրդը ընդդիմություն է եւ կա մի խումբ, որոնք որ կամ կուսակցություն են խաղում, կամ իշխողի մի մասն են, կամ ուրեմն ընդդիմություն են խաղում, այնտեղ ես չեմ բացառում, անձամբ էլ ճանաչում են կան ազնիվ մարդիկ, բայց իրենց դերակատարության իմաստով իրենք կազմում են այդ թատրոնի մի մասը։ Եվ հասկանալի է, որ եթե այդ կամարտահայտության
ձևը չկա, եթե ուրեմն իշխանությունը փոխելու որևէ խաղաղ եղանակ չկա, ուրեմն լինում են այսպիսի պորտկումներ, այսպիսի ծայրահեղ դրսևորումներ։ Այո, սա իհարկե բոլոր դեպքերում սա ծայրահեղ դրսևորում է, ընդվզման, ըմբոստության, ապստամբության հռչակումը ինքնին այդ մասին ասում է, բայց դա առաջ է գալիս այն պահին, երբ որ բոլոր միջոցները սպառված են։ Եվ ավելացնեմ այն ինչի մասին բոլորը գիտեն եւ նույնիսկ իշխանությունն է խոստովանել, որ մենք սարսափելի ձևով անպատրաստ գտնվեցինք ապրիլյան պատերազմին։ Ավելացնենք այն, որ ռազմավարական, այսպես կոչված դաշնակցի հանդեպ որևէ հարաբերությունների ճշտում, կոշտացում այն բանից հետո, երբ որ անհնարինության աստիճան զինել է մեր թշնամուն, չի կատարվել Հայաստանի գործող իշխանությունների կողմից։ Ավելացնենք այն, որ հակամենաշնորհային պայքար ծավալվեց, անցել է 2-3 ամիս, մի քանի հոգու բռնել էին, նորից բաց թողեցին, կամ այդ բոլորը անորոշություն է։ Այսինքն ցույց տվեք մի ոլորտ, որտեղ որ այս իշխանությունը ընդառաջ է գնացել հանրային պահանջին, գործում է քաղաքացիների շահերի համար, եւ ես ասեմ, որ այո, կեցեն իրենք, եկեք հնարավորին չափ քաղաքակիրթ, բարեկիրթ ձևով շարունակենք, կամ ասենք այն բռնությունները, որ կիրառվում են ակտիվիստների հանդեպ, այն բռնությունները, որ կիրառվում են լրագրողների հանդեպ այս վերջին օրերին։ Ի վերջո մենք պետք է տեսնենք ուրիշ դեմքով ոստիկանություն։ Երբ որ իրենք օրինակ են ծառայել, որ ահա մենք ուժեղ ենք, ամեն ինչ ունենք, զինված ենք, ժամանակակից միջոցներ ունենք, բայց մենք մեր քաղաքացիների հանդեպ բարեկիրթ ենք վարվում օրենքի շրջանակներում, կամ ինչպես արդեն ցավոք սրտի բոլորս այդ տերմինները սովորել ենք, իրավաչափ են մեր գործողությունները։ Սովորական քաղաքացին ինչի պետք է այդպիսի բաներ իմանա, իրավաչափ է, իրավաչափ չի, ես էլ այդ սպային ինձ սովորական քաղաքացի եմ համարում։ Ես պետք է տեսնեմ, որ ոստիկանությունը անտեղի բռնություն չի կիրառում։ Ես պետք է տեսնեմ, որ սարի թախծիների քարերից փախչելով չեն հարձակվում լրագրողի վրա 5-6 հոգով ծեծում։ 5-6 հոգով ծեծելը չի կարելի, դա մեր ժողովրդի արժե համակարգի մեջ երբևէ տեղ ունեցած չպետք է լինի եւ այսօր պետք է չլինի որևէ իրավիճակում, հա, եթե դուք ունեք միջոցներ, տարեք, պատժեք օրենքի շրջանակներում, մարդուն ազատությունից զրկել կա, տուգանել կա, այդ բոլորը պատժիչ միջոցներ են, բայց ոչ 4-5 հոգով հարձակվել եւ մեկ լրագրողի ծեծել, ինչը որ մենք տեսել ենք, ասենք Սարի թաղի դեպքերի ժամանակ եւ հիմա էլ առցանց ամեն մեկը կարող է մտնել եւ տեսնել։ Պարոն Մարտիրոսյան, այսինքն այլ ձև չկա անարդարությունների նույն ձեր նշած իշխանության կամայականությունների դեմ պայքարելու, քան զենք վերցնել եւ գնալ այսպիսի քայլ։ Ես կարծում եմ, որ ձևեր կան։ Մենք պետք է պայքարը շարունակենք, յուրաքանչյուր մարդ պետք է պայքարի իրավունքների համար։ Ամեն մեկս պետք է օգնենք մեր կողքիններին, մեր շահերը, հանրության շահերը ներկայացնողներին իրենց իրավունքները որ պաշտպանված լինեն։ Մենք պետք է աշխատենք մեխանիզմների վրա, ինչքան որ մեր ուժը պատի։ Մենք պետք է փոխարինենք իշխանությանը բոլոր այն օղակներում, որտեղ որ իրենք այդ գործը չեն անում։ Դիցուք ասենք այդ շատ մեծ օգնությունը, որը ցուցաբերվում է մեր բանակի կարիքներին, վերջին փախստականներին Թալիշից եւ Արցախի այդ ճակատամերձ գոտուց դա արվում է, այդ մասին շատ հրապարակային չի խոսվում, որովհետեւ դա բարեգործություն է եւ բայց այսինքն քաղաքացիները ստանձնել են իշխանության գործառույթների մի մասը եւ մեր պետության հոգսերի մի մասը վերցրել են իրենց վրա։ Այդ ամենը պետք է շարունակվի։
նորմալ է, եթե ասենք դա արվում է լրացուցիչ, բայց նորմալ չի, եթե դու փոխարինում ես, եթե դու չօգնես այդ փախստականներին, ասենք կարող են այնտեղ երեխաները սովամահ լինել կամ ուղղակի բժշկական ծառայությունների չկարողանան օգտվել եւ այլն եւ այլն։ Այս պայմաններում իսկապես նորմալ չի, բայց եթե մենք նույնիսկ շատ լավ պետություն ունենանք, միևնույն է հասարակության հանրության նպաստը, առանձին անհատների նպաստը, բարեգործությունը, դրանք բոլորը իրենց տեղը ունեն, բայց պետք է չլինի, ասենք, այնպիսի ձեռնացություններ, իսկ մեզ մոտ եղել են ձեռնացություններ, որ մարդը, ասենք, միլիոնավոր դոլարների հարկ չի տալիս, բայց ասենք մի քանի հազար դոլարի բարեգործություն է անում, որը մի քանի տասնյակ հազար դոլարներ ծախսելով ցուցադրում է բոլորին։ Այսպիսի ձեռնացությունների մասին չի խոսքը, խոսքը այն մասին է, որ երկիրը մեր բոլորի երկիրն է եւ մենք պետք է անենք ոչ միայն հարկերը տանք, ինչ երբ որ հարկ ենք մուծում, այլև անենք ամեն մի հնարավոր բան։ Իսկ փոխարենը կան իշխանավորներ, որոնք որ ուրեմն հարստացել են անօրինական ճանապարհով կամ կան այնպիսիք, որոնք որ ամբողջ ժամանակ ինչ որ պաշտոններ են զբաղեցրել, որտեղ որ իրենք չէին կարող բիզնես գործունեություն ծավալել եւ հարստացել են ու իրենք շարունակում են շատ հանգիստ կառավարել մեզ եւ դեռ իբր թե պետք է մի բան էլ պայքարեն անօրինականությունների դեմ։ Հայաստանի հաջորդ վարչապետը, եթե դա լինելու է վարչապետ, ուրեմն պետք է ապրի նվազագույն աշխատավարձով։ Այնքան ժամանակ, քանի դեռ նվազագույն աշխատավարձը չի բարձրացել այն մակարդակի, որ երկրում դրանից դժգոհ մարդ չգտնվի։ Այս Շվեյցարիայում հանրակրվե էին անցկացնում, որ աշխատող թե չաշխատող 2500 եվրո փող ստանա։ Հետո շվեյցարացիները մերժեցին, բայց այդ հնարավորությունը ուներ իրենց պետությունը։ Երբ որ մեզ մոտ էլ կլինի այդպիսի արժանապատիվ բան, այդ վարչապետը այդ ժամանակ կարող է ասել, որ գիտեք, ես էլ ուզում եմ մի զբոսանավ առնեմ ինձ համար $1 միլիոն անոց, ես ինքս մեկը կասեմ առնու ես առ։ Բայց քանի դեռ մարդիկ ամեն օր տառապում են իրենց հանապազօրյա հացը հայթայթելու համար, քանի դեռ երեխաներ կան, որ հագուստ չունեն, որ դպրոց գնան, դրա պատճառով այս վարչապետը, այս երկրի նախարարները, այս երկրի падգամավորները պետք է հանրային ուրեմն փոխադրամիջոցներից օգտվեն աշխատանքի գնալու համար, որպեսզի բոլորի հետ հավասար վիճակում լինեն, մինչև չլավացնեն այդ վիճակը այնպես, որ որևէ մեկը դժգոհություն չունենա, եւ պետք է նվազագույն աշխատավարձով ապրեն, մինչև դա հասցնեն այն մակարդակի, որ դրանով կարելի է ապրել։ Դու կարծում եք, որ սա կստիպի ինչ որ հետևություններ անել իշխանություններին, թե ընդհակառակը ավելի ռեպրեսիվ, ավելի կոշտ կդարձնի այս իշխանությունը, այս ռեժիմը։ Ես չեմ կարծում, որ հետևություններ կանեն, բայց դա ոչ մի բան չի նշանակում։ Ես կարծում եմ, որ պետք է կիրառել բողոքի ձևերը, պետք է եւ բացատրական աշխատանք տանել եւ քարոզչություն ծավալել, որովհետեւ հիմա երբ որ ես ասում եմ այդ մասին, որ ասենք քաղաքապետը, վարչապետը պետք է հանրային փոխադրամիջոցներից օգտվի, որ միայն իմ կարծիքը չի, իմ արվեստագետ ընկերների կարծիքն է նաեւ, ես չափանիշ եմ սահմանում։ Այ դուրս պրծուկներ, ասում եմ, որ բոլորի նման նստեք եւ օգտվեք այն փոխադրամիջոցներից, որով դուք կարողանում եք ապահովել այս ժողովրդին։ Դուք այդքանն եք կարողանում, ուրեմն դուք դրանից ավելին պետք է դուք ոտքով պետք է մանգաք, ոտքով մանգալը առողջարար է, այդ էլ չէ։ Հենց այդ փոխադրամիջոցները պետք է, այդ քրտինքի հոտ, այդ մաշվածությունը, այդ խցկվածությունը իրար գլխի նստելը, մի քանի օր այդպես մանեկեք, տեսնեմ կամ հրաժարական կտակ կգնաք, վերջապես ձեր տեղ արժանավոր մարդիկ կգան, կամ այդ խնդիրը կլուծեք, կշարունակենք time out կունենաք, ժամանակ կունենաք, կշարունակենք իրար հետ հաղորդակցվել։ Պարոն Մարտիրոսյան, այս բոլոր իրադարձությունների համատեքստում եւ մեր այս քննարկումների համատեքստում ո՞րն է ձեր կարծիքով ավելի կարեւոր հարց, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը կամ թե ինչպես կզարգանա այն շարժումը, որ ձևավորվում է Խորենացի փողոցում եւ իդեպ ինչ գնահատական կտակ այս շարժմանը, որքանով սա արդյունավետ եւ կազմակերպված։
Ես դա չէի հակադրի, այսինքն այս իրավիճակը պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ավելի չսրվի, օրինակ եթե հաց չեն տալիս, եթե ջուրն են կտրել, դա շատ քաղաքացիների կարող է մղել համապատասխան քայլերի, որ մարդիկ դիցուկ այդ տարածքում ասենք հացադուլ հայտարարեն, որպես համերաշխության նշան, որ դուք նրանց հաց չեք տալիս, մենք էլ չենք կարող դրսում հաց ուտել, որովհետև մեր կոկորդից կուլ չի գնա, այդ իր ծայրահեղությամբ հանդերձ այդ քայլը ուղղված է Հայաստանի Հանրապետության շահերին, դա ուղղված է նաև միակողմանի զիջումների դեմ, որոնք որ պարտադրվում են եւ ասենք մեզ շատ տեղեկություն չենք տալիս, բայց այդքանը հասկացվում է, որ միակողմանի զիջումների մասին է խոսքը։ Ուրեմն, եթե տղաները զրկված են այդ բոլորից, ինչ խղճով մենք այստեղ ասենք քեֆ անենք կամ թեկուզ ասենք հանգիստ մեզ համար հաց ուտենք ու սառը ջուր խմենք։ Ես չեմ հակադրի, ինչքանով է արդյունավետ, ես կարծում եմ, որ մի շատ կարևոր բան արել է, որ խմորումներ է ստեղծել հանրության շրջանում, որ ինչ որ համախմբման գործընթացներ են, այսինքն ընդդիմադիր հոսանքների համախմբման, սելեկցիայի, ընտրության գործընթացներ են սկսվել։ Թե դրանք որքանով արդյունավետ կլինեն, ես չեմ կարող ասել։ Երբ ես այդ տղաներն էլ ասենք, թե իրենք ազատամարտիկներ են, բայց իրենք փորձված քաղաքական գործիչներ չեն զգալի մասը։ Նրանք ովքեր հարթակում են հիմա ձեր կարծիքով ունեն այդ ներուժը ձևավորելու հստակ օրակարգ եւ հանդես գալու նախաձեռնությամբ, որպեսզի այս շարժումը տանեն ճիշտ ուղղությամբ եւ հասնեն ինչ-որ արդյունքի։ Չեմ կարող ասել, որովհետեւ հարթակում փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում, բայց կա գործընթաց, կան խմորումներ եւ ասենք շատ կարեւոր է նաեւ, որ այս ընթացքում հնչեն առաջարկներ, որոնք որ կարող են ոչ ստանդարտ լուծումներ բերեն։ Ես դուք կարծում եք, որ հնարավոր է մի շաբաթում այդպիսի դրսևորում լիներ, նրանք տարին ամիսների կուտակումներ են, տարիների կուտակումներ են, որոնց ձևակերպումները մեկ, որ ձևակերպվեն մեկ խնդիր է լուրջ, երկրորդը, որ այդ ձևակերպումները շրջանառեն, ուրեմն հասնեն ինչ-որ հանրային մակարդակի երկու եւ շրջանառեն լայն ձևով, որպեսզի բոլորը հասկանան, բոլորին լսելի լինի, դա էլ մեկ այլ բարդ խնդիր է, որովհետեւ հասկանալի է, որ հեռուստատեսություններին չեն վստահում մարդիկ, իսկ մյուս առցանց լրատվամիջոցները շատ կոտորակված են իրենց լսարաններով եւ նույնիսկ 10,000, 20,000 դիտումը, 30,000 դիտումը դա դեռ չի նշանակում, որ դա ստացավ հանրային հնչեղություն։ Դիցուկ ասենք Արցախի խնդրում ես ունեմ իմ պատկերացումը, որը որ կարծում եմ, որ այս բանակցությունները կարող է դարձնել արդյունավետ, մյուս կողմից Հայաստանին դուրս բերել այն հարվածների տակից, որոնք որ այս պահին մեզ սպասվում են։ Երբ որ խոսում ենք նույնիսկ վերահսկողության մեխանիզմների մասին, որը մեզ ձեռնտու է եւ շատ լավ կլինի, որ կիրառվեն, բայց այդ վերահսկողության մեխանիզմները հեշտությամբ այնուամենայնիվ չեն փրկի, ասենք ինչ որ արկածախնդրությունից, ինչ որ նենք հարցակումից, որ կարող է Ադրբեջանի կողմից գալ։ Ես կողմ եմ, որ Հայաստանի նախապայմանը լինի վստահության միջոցները։ Վստահության միջոցներ ես համարում եմ հաղորդակցությունների բացումը։ Ասենք Հայաստանը բացում է երկաթուղային հաղորդակցություն դեպի Նախիջևան, Ադրբեջանը մեզ համար հաղորդակցություն է բացում իր տարածքով դեպի Ռուսաստան, Միջին Ասիա։ Եվ թող մի 2 տարի այդ միջոցները գործեն, սահմանային առևտուր ծավալվի։ Այդ ժամանակ արդեն դա կստեղծի վստահության մթնոլորտ, որ մենք իմանանք, որ եթե միտեղ մի տարածքը ապա ռազմականացվում է, դրանից Ադրբեջանը անմիջապես չի օգտվի եւ անի մեկ ուրիշ նենգություն։ Նույն կերպ, ասենք, Ադրբեջանը կարող է հասկանալ, որ եթե
այս հաղորդակցությունները գործում են Հայաստանում, սկսում է տնտեսությունը զարգանալ, մենք շահագրգռված ենք, որպեսզի այդ գործընթացը շարունակվի, ոչ թե 1 րոպեում ընդհատվի։ Սա որակապես նոր առաջարկություն է, որը որ հատկապես մեր արևմտյան գործընկերներին շատ հասկանալի կլինի, որովհետև սա ինտեգրման առաջարկ է։ Մի ճանապարհ, որով անցան Ֆրանսիան եւ Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը հանգեցրեց այս ահռելի 550 միլիոնանոց Եվրամիության ստեղծմանը։ Այսինքն ըստ էության այս խմորումների ժամանակ կարող են այդպիսի առաջարկներ արվել, հանրայնանալ եւ ի վերջո ձևակերպվել որպես պահանջ, որը ներկայացում է իշխանությանը, որից ասենք մենք այդքան իրատեսական չեմ գնահատում, որ վաղը միսօրը կարողանանք ազատվել։ Ինչ ելքեր եք տեսնում այս իրավիճակից եւ ինչ պետք է անել խաղաղ ողջույնային ինչ որ լուծում գտնելու համար։ Կարծում եմ, որ արդեն խոսեցի այդ մասին, որ այս թևում, ժողովրդի թևում իմ հույսը այն է, որ ձևավորվի մի բևեռ, որը մի կողմից թույլ չի տա այրունահեղություն, մյուս կողմից կձևակերպի այնպիսի պահանջներ, որոնց շուրջ կարող են բանակցությունները շարունակվել եւ այդ պահանջների ուրեմն բերեն այնպիսի արդյունքների, որը որ նպաստավոր է մեր պետության համար։ Ասենք կիսակատակ ասեմ, որ այս տարբերակներից մեկը այն է, որ Սասնա ծռեր խմբից ստեղծվի մի հատուկ գումարտակ, որը որ կգործի ամենավտանգված հատվածում Արցախա-ադրբեջանական սահմանի, որովհետև այս տղաները քաջ են, փորձառու են, ոչ մեկը դրան չի կասկածում եւ սիրում են իրենց հայրենիքը։ Հետաքրքիր օրերի ընթացքում գնալով մարդկանց տպավորություն, մարդկանց կարծիքը այդ տղաների նկատմամբ գնալով ավելի դրական էր դառնում։ Ճիշտն ասած, ես այդպիսի հետազոտության կամ հետ ծանոթ չեմ։ Ես կարծում եմ, որ մարդկանց մեջ տեղեկացված դա կարող է գալ տեղեկացվածությունից, երբ որ ավելի տեղյակ են թե ովքեր են, ավելի տեղյակ են թե ինչ է կատարվում եւ ավելի ուրեմն օրորի ավելի շատ են համոզվում, թե որքան անշահախնդիր է այս գործողությունը, այս անձնազոհ արարքը։